ծառույթը ամբողջությամբ, որովհետև մեզ տրամադրվել է ընդամենը մեկ բանալի։ Բայց հիմա ամենաաբսուրդը, որ մենք բանալի չունենք, իրանք ներս են խուժել մեր տարածք, փոխել են բանալիները, ու ես չեմ կարող հստակ ասել, թե հատուկ, թե պատահմամբ բաց է թողնվում գրասենյակի պատուհաններից մեկը, փետրվարի 28-ին ներսում տեղի ունենում մի ահավոր իրադարձություն։ Ես միացնելու եմ տեսախցիկների նկարած վիդեոն, խնդրում եմ ցուցադրել ու խնդրում եմ հասկանանք սրա ճակատագիրը։ Դեմքերով ճանաչել եք, ովքեր են ներխուժել ու դպրոցը տենց ջարդուխորտ անում։ Ճանաչել ենք դեմքերով։ Ովքեր են։ 13-14 տարեկան տղաներ են։ Վերի բնակիչներ են, այլ շրջակա ազգությամբ հայ։ Չէ, անցնելը չգիտեմ, որովհետև այս պահին մենք չենք կարող իմանանք մեր երկրում ովքեր են, որովհետև ոչ մի սահմանափակում չունենք, հակառակը։ Տարածքին մոտ բնակիչներ են, ում ծնողներին հանդիպել ենք, ծնողները պատճառաբանում են, թե երեխաներ են, հիմա մի բանը արել են։ Բայց նշում եմ, դեպքը տեղի ունեցել փետրվարի 28-ին շաբաթ օրը։ Այս տարվա փետրվարի 28-ին շաբաթ օրը, այսինքն չեն կարող որևէ պատճառաբանություն բերեն, որ երեխաները դպրոցում են եղել, դպրոցից են դուրս եկել։ Դուք տեսաք ընդամենը 1 րոպե, բայց այս ամեն ինչը շարունակվում է 3 ժամ։ Իրենք ներսում են եղել 3 ժամ շարունակ, դա փաստում են, ֆիքսում են տեսախցիկների արձանագրություններով, ընդամենը տեսակ մի սենյակի տեսախցիկների նկարահանվածը, այդտեղ ընդհանուր 4 սենյակ է, հայրիկիս աշխատասենյակն է ու 2 արդեն մեծ դահլիճներ են։ Ես ներկայացնեմ ոնց է սկսվել